Միացյալ Նահանգներում ներկայում շուրջ 14 միլիոն քաղաքացի գործազուրկ է, այս թիվը առաջիկայում կարող է կտրուկ ավելանալ։ Դեկտեմբերի 1-ից Կալիֆորնիայում տարեցների խնամքի համար նախատեսված կենտրոնները փակվելու են։ Վերջիններս վստահեցնում են, որ մինչև վերջ պայքարելու են կառավարության ընդունած իրենց բնորոշմամբ անարդար որոշման դեմ։ Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունի ընդունած որոշման համաձայն դեկտեմբերի 1-ից Կալիֆորնիա նահանգում տարեցների առողջապահական խնամքի համար նախատեսված կենտրոնները փակվելու են։ Այս որոշման արդյունքում միայն Լոս Անջելեսում 22,000 տարեցներ կզրկվեն խնամքի կենտրոններ այցելելու հնարավորությունից։ Շատերն էլ կկորցնեն աշխատանքն ու եկամտի միակ աղբյուրը։ Այս մարդկանցից շատերը չունեն ազգականներ, նրանց համար առողջապահական խնդիրները լուծելը շատ դժվար է։ Այս կենտրոնները հնարավորություն են տալիս, որպեսզի տարեցները լուծեն իրենց առողջապահական խնդիրները։ Որոշման բացասական հետևանքները կզգան նաև մեծ թվով հայ տարեցներ։ Ասում են, մինչև վերջ պայքարելու ենք մեր իրավունքները պաշտպանելու համար։ Սրա հետևանքը շատ վատ է։ Նախ մեր վիճակը դեռ հոգեկան տան մնանք, հոգեկան իմաճուկ ստանանք, կապիտի գրանք ներսիկով եւ հիվանդանանք անճաշ։ Այս պատճառով հարմար հույս կենտրոնները բաց մնա։ Ես չեմ ուզում, որ փակվի, կմերն են, ջերի, կպարկեմ ու կսատկեմ գնամ։ Եթե ծրագիրը փակվի, մենք նահանգում ունենք 160 այդպիսի առողջապահական կենտրոններ, որոնք ծառայություն են մատակարարում գրեթե 22,000 տարեցների, որոնք տառապում են տարբեր քրոնիկ հիվանդություններով, եւ իրենք այդ հնարավորությունը չունեն իրենց հիվանդությունները հետևեն եւ կարիքը ունեն բժշկական ծառայություններ ստանալու մեր կենտրոնների նման կենտրոններում։ Բողոքի ակցիայի մասնակիցները դիմել են կառավարության ներկայացուցիչների, սակայն դրական պատասխան չեն ստացել։ Ավելին առաջիկա օրերի ընթացքում դատական ատյաններում բողոքարկելու են կայացված որոշումը։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ։ Մենք չենք ցանկանում զրկվել առողջապահական կենտրոններ այցելելու հնարավորությունից։ Այս որոշման արդյունքում մենք կհայտնվենք դրսում։ Ես արդեն 7 տարի աշխատում եմ առողջապահական կենտրոնում։ Մեր ընտանիքի եկամտի միակ աղբյուրը դա է։ Հիմա ինչպես ենք ապրելու։ Տնտեսական ճգնաժամի արդյունքում, երբ մեծ թվով քաղաքացիներ շարունակում են կորցնել աշխատանքը, այս որոշումը կնպաստի գործազրկության ցուցանիշների ավելացմանը, իսկ շատ ընտանիքներ էլ կկորցնեն եկամտի միակ աղբյուրը։ Բոլորը ճնշված են, ուզում են, որ ամեն ինչ լավ լինի, զբաղմունք է։ Ամերիկան ճգնաժամային կրիզիսի տակ է, բնականաբար աշխատանք չեն ունենա։ Բացասական ազդեցությունը, որ կլինի կամ բացասական երևույթը, որ կառաջանա, սրանից շատ ավելի մեծ է, քան թե մենք ենք մտածում։ Եթե պատկերացնենք, շատ ավելի մեծ ծավալների կհասնի։ Կենտրոնների գոյատևելը անհրաժեշտ է տարեցների համար։ Եթե նստենք տանը, ուրեմն մենք այս եկամուտն էլ ենք կորցնելու մեր աշխատանքը եւ այս տարիքից հետո հայ կնոջ համար վերցնեմ, որը այս երկրում շատ դժվար կլինի նոր աշխատանք փնտրելը, շատ դժվար, որովհետեւ հիմա բավականին երիտասարդներ են անգործել մնաց մեր տարիքում։ Արմինե Ամիրյան, Ռոբերտ Խաչատրյան, Արմենիա հեռուստաընկերություն, Միացյալ Նահանգներ։